ինչու հենց Տավուշից մեկնարկեց քարոզարշավը եւ բավականին կարծես թե լարված քարոզարշավ է լինելու, հաշվի առնելով նաեւ այն, թե որքան մասնակիցներ կան ընտրություններին եւ նաեւ ինչպիսի հայտարարություններ են հնչում։ Մենք քարոզարշավը որոշեցինք մեկնարկել սկսել Գոշավանքից, որովհետեւ այն մեզ համար նաև արդարության հետ է, արդարությունն է խորհրդանշում եւ արդարությունն իրավունքը մեզ համար կարևորագույն արժեքներ են։ Իսկ Գոշը երբ ստեղծում էր դատաստանագիրքը դա 15-րդ դարում, հենց այդպես էլ դատաստանագիրքը որպես օրենքների ժողովածու գրվել է։ Այսօր ընտրությունները մեր ցավոք սրտի դարձրել են այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ամեն ինչ անում է որ դարձնի արտաքին ուժերի միջև ընտրություն։ Այսինքն այնպես է ստացվել, նրանց այդ թեզերն էլ ամբողջությամբ այդ մասին են, որ Հայաստանը այլ ընտրություն չունի անելու, Հայաստանի շահերով ղեկավարվող ուժ, այլ պետք է նայենք տեսնենք, որ արտաքին ուժը ինչ է ում է սատարում, ով է մեջքին կանգնած եւ ըստ այդմ ընտրություն անեն ժողովուրդը։ Մինչդեռ մենք դա է փոխում եւ տեսեք հակադրություններ է առաջացնում հիմա մեր ժողովուրդը ստիպված ինչ պետք է ընտրություն անի Արևմուտք կամ Ռուսաստան կամ որևէ այլ ընտրություն անի, իսկ ինքն էլ ընդհանրապես Ադրբեջանի աջակցությունը վայելող մարդն է մեր երկրում։ Իսկ մենք ասում ենք, որ ոչ, մենք հայերս այսքան հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մեր ազգային ինքնությունը, մեր հիմա ունենք փառք Աստծո մեր անկախ պետականությունն ու ինքնիշխանությունը եւ մենք պետք է ընտրություն անենք ելնելով մեր շահերից, իրանով թե մենք ինչ ենք ուզում, մենք պետք է ընտրություն անենք ոչ թե հաշվի առնելով թե ուրիշները ինչ են ուզում, այլ մենք ինչ ենք ուզում։ Սա է մեր նպատակը, իսկ արդարության գաղափարը ընտրված է նաեւ Գոշավանքի նրանով, որ երկար տարիներ մեր ժողովուրդը եղել է ցավոք սրտի խնդիրներն այնքան շատ են եւ ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել, կորել են, իրենց համար ամեն մեկը պաշտոնների պետությանը կապ ունենալու նաև շնորհիվ պաշտոնների շնորհիվ անձնական կյանքն է բարելավել, բիզնեսներ են դրել եւ այլն։ Հիմա մեր ժողովուրդը նաև այդ խնդիրը ցավոք սրտի կա, որ վստահության հարց կա եւ ժողովուրդը հիասթափված է նաև։ Հիմա մեր խնդիրն է, որպեսզի այնպես անենք ժողովրդի մեծամասնությունը հավատա մեզ եւ մեր ուժին եւ որ իսկապես արդարությունը գալիս է ու ամենակարևորներից նաև որ գիտեք այս իշխանությունը երբ 2018-ին ստանձնեց Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հիշենք ինչ խոստումներ էին տալիս։ Ամենաբարձր խոստումները 2050 թվականին մինչև 5 միլիոն բնակչություն էին խոստանում, մինչդեռ 2050 թվականին ժողովրդագրական տվյալներով վիճակագրական նաև ուսումնասիրություններով 24.4% միայն լինելու է մեր ավագ սերունդը, տարեց սերունդը։ Հիմա դուք պատկերացեք ինչ աստիճան է խաբված մեր ժողովուրդը այս իշխանությունների նաև քաղաքականության պատճառով։ Պարոն Թաթոյան, ներեցեք, քարոզարշավի առաջին օրն է, ինչ տրամադրությամբ եք սկսել քարոզարշավը ու ինչ ակնկալիքներ ունեք։ Իհարկե շատ լավ տրամադրությամբ եւ մեզ հետ են նաեւ մեր աջակիցները, համակիրները, թիմակիցները, ակնկալիքներն այն են, որ իսկապես մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդին ցույց տանք, մեր ժողովրդին ներկայացնենք մեր ծրագրերը եւ այնպես լինի, որ մեր ժողովուրդը իսկապես վստահի, հավատա եւ այն ծրագրերը ստանանք այն քվեն, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն առաջ տանել։ Իսկ անհավասար պայմաններում չեք, որովհետեւ դուք խոսում եք նաեւ, որ փորձում են աշխարհաքաղաքական դերակատարների միջև նաեւ ընտրության վերածել եւ վերջերս Հայաստանում տեղ ունեցած գագաթնաժողովն էլ անհավասար պայմաններում չի արդեն իսկ, հա։ Տեսեք, եթե խոսքը գնում է, եթե դուք խոսում եք այսօրվա իշխանությունների մասին եւ նրանց հետ համեմատությամբ նրանք այո իհարկե ի սկզբանե նախ նրանք ամեն ինչի Մակրոնը զբաղված էր Փաշինյանի տեսեք եթե մենք խոսում ենք գաղափարաժողովի մասին դա բոլորովին այլ հարց է այն իմաստով որ այո Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց որ այդ գաղափարաժողովը դառնա իր նախընտրական քարոզչության գործիք բայց մենք պետք է հասկանանք ինչ տվեց մեր երկրին այդ գաղափարաժողովը եւ մենք ամբողջը այսպես ստուգելով նաև բացատրել ենք թե իրականում ինչ օգուտ պետք է ստանար մեր երկիրը, բայց արդյունքում մեր երկիրը սկսած վիզաների ազատականացումից, անվտանգության համակարգից, առևտրի կանոններից, ներդրումներից, կոնկրետ ծրագրերից, որը մենք մեր երկիրը արդյունքում այդ գագաթնաժողովի փաստաթղթերով չունեցավ, սա ինչ է նշանակում, որ մենք օրինակ պետք է հասկանանք
որ մենք ունենք իշխանություն, որը մեր ազգային շահերը այդ բարձր միջոցառումների ժամանակ առաջ չի տանում ուղղակի, այսինքն խոսքը ոչ թե նրա մասին է, որ մենք թե մեղադրենք օրինակ ուրիշներին, եվրոպացիներին եւ այլն, այլ մենք ունենանք իշխանություն, որ ազգային շահերը առաջ տանի, օրինակ վերցնենք մեր սահմանների օկուպացիան, այդ հարցերը, գերիների ազատ արձակման հարցեր, նույն առևտրի, ներդրումների հարցեր, դրանք ինչպես տեսնում ենք, որ պարզապես կորած են, օրակարգերից չկան եւ մեր համար էլ կոնկրետ ծրագրերով սահմանված չեն։ Սա է եւ մենք մեր խնդիրն է, որպեսզի այն ծրագրերը, որ ներկայացնում ենք եւ համոզված ենք, որ միայն այդպես այդ օրակարգը, որ կարող է մեր երկիրը առաջ տանել եւ լուծել խնդիրները, որ կան։ Նաև խաղաղության հետ կապված մանիպուլյացիաները, կարգախոսից սկսած, դեր կանգնիր խաղաղությանը, բայց դուք խոսում եք այն մասին, որ այլևս ցանկացած պահանջ կատարվում է եւ այլն։ Այսպիսի խաղաղությունը որքանով կարող է երկարատև լինել, որքանով կարող է կայուն եւ նաեւ արժանապատիվ լինել։ Մեր երկրում որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ մեզ պատերազմ է պետք։ Ոչ մեկ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքացի, սա իշխանության հնարածն է եւ իրականում այն իշխանությունը նորից էլի թակարդ է ստեղծել, թե ով ավելի շատ է իբր խոսա խաղաղության մասին, նա էլ կհաղթի։ Իրականում այդպես չէ, այսպես իշխանությունը փորձում է թաքցնել, քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով եւ հələ մի հատ էլ պահանջներ ներկայացնում, այս իշխանությունը ոչ միայն տուրք է տալիս, այլ ասում է անպայման պետք է անենք, որովհետեւ պատերազմ կլինի։ Հարց է առաջանում, դու այդ դեպքում որտեղ ենք մենք տեսել երկրի ղեկավար, որ անվտանգության համակարգը այն աստիճան չի կարողացել զարգացնել, ընդհանրապես չի կարողացել, որ ոչ միայն չկարողանան որևէ մեկը սպառնա պատերազմով, այլ ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Բայց եթե այդ քանի կոպեկ արժի արդեն տենց մարդու ղեկավար լինելը, որ ընդամենը զբաղված է շանտաժով, մեր ժողովրդին շանտաժի ենթարկելով, ինչա թե նրա համար, որ ձախողել է ամբողջությամբ անվտանգության համակարգը մեր երկրում։ Իսկ ինչու հենց դուք արդարության մասին եք խոսում, ասում եք, որտեղ արդարադատությունը գալիս է, բայց ինչու ձեզ պիտի ընտրեն այն քաղաքացիները, ովքեր ավելի շատ հավատում են օրինակ սոցիալական խոստումներին, ուզում են աշխատատեղեր բացվեն, մարդիկ կան նաև գումարային գայթակղություններին ըստ էության չեն դիմացի, այս առումով որքանով է ձեր ասածը իրենց համար շոշափելի, հա, որովհետև ես ասացի մասնակիցների թիվը բավականին մեծ է, ամենատարբեր խոստումներն են հնչում, այս դեպքում ինչու հենց ձեզ պիտի ընտրեն եւ որքանով է ձեր ասած արդարությունը շոշափելի են մարդկանց համար, ովքեր չեն կարևորում կամ չեն նկատում, չեն տեսնում իրենց կողքը ինչ է կատարվում։ Արդարությունը հենց այդ մասին է, որ մարդը լավ ապրի մեր երկրում, ստանա կրթություն, ունենա աշխատանք եւ ապրի ապահով երկրում, ապահով ապագա ունենա։ Արդարությունը հենց այս մասին է։ Հիմա սոցիալական հարցերի տեսանկյունից արդարությունը նաեւ սոցիալական խնդիրների մասին է, աշխատանք ունենալու։ Տեսեք, մենք եկել ենք Իջևան, որ քաղաքը որ գնանք, առաջին հարցը մարդը որ բարձրացնում է կամ գյուղերը մեր աշխատատեղի հարցն է։ Այսօր մարդիկ ինչ են անում, արդյոք արդարության արդյունք է, որ մարդը չգիտի ինչ անից աշխատանքով գումար վաստակի իր ընտանիքի արժանապատիվ կյանքը կարողանա հոգա, որ թողնում եւ գնում է օրինակ Ռուսաստան, արտագնա աշխատանքի, ինչից է դա գալիս։ Դա արդյոք արդարություն է նշանակում։ Ոչ իհարկե, մենք ունենք այսքան կարողություններ ունեցող մարդիկ, հզոր, որ կարող են մեր երկրում նույնը վաստակել, ընտանիքը պահել եւ ինչ չեն կարողանում, որովհետեւ չկա այդ հնարավորությունները։ Կամ օրինակ ասենք նույնը վերաբերում է հարկման քաղաքականությանը։ Մենք պարոն Անանյանը խոսի, ես ընդհանրապես ասեմ, որ օրինակ արդար հարկային համակարգը հենց դրա համար է, որ շատ եկամուտ ունեցողը վճարի շատ, իսկ քիչ եկամուտ ունեցողը քիչ։ Արդեն երևի խոսքը փոխանցենք։ Շնորհակալություն։ Պարոն Անանյան, քարոզարշավի առաջին օրը